Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալը շարունակում է պահել իր լարված և անակնկալներով լի ընթացքը։ Յուրաքանչյուր նոր դրվագ դառնում է իսկական զգացմունքների և դրամատիկ բախումների փոթորիկ։ Այս անգամ սյուժեն հասել է այն կետին, երբ հերոսների ճակատագրերը կախված են մի վայրկյանից, իսկ ամեն սխալ քայլ կարող է անշրջելի հետևանքներ ունենալ։ Տարիներ շարունակ Սաքոն փորձում էր թաքցնել իր մեղքերը, վերահսկել իր ընտանիքը և նույնիսկ ճակատագրի վրա իշխանություն ունենալ։ Սակայն ճշմարտությունը միշտ էլ բացահայտվելու ճանապարհ է գտնում, և ահա նա վերջապես հասկանում է, թե ով է իրականում Արմոն։ Արմոն, ով մինչև այժմ իրեն ներկայացնում էր որպես ընտանիքի փրկիչ, փաստորեն եղել է հենց այն մարդը, ով ամենից շատ է խառնվել նրանց կյանքը խարխլելու գործում։ Սաքոն, հասկանալով, որ իր դստեր վտանգավոր կապ է Արմոյի հետ, որոշում է վերջ տալ այդ հարաբերությանը։ Իհարկե, Սաքոն հավանաբար թղթերից պարզում է, որ Արմոն իրենց խաբել է բիզնեսում և որոշում է, որ Նարեն ու Արմոն այլևս իրար հետ կապ չեն ունենա, ոչ թե Նարեին խղճալով է այդ ամենն անում։ Սակայն Սաքոն դեռ չի պատկերացնում, թե Արմոն ինչ խաղաթուղթ ունի իր ձեռքում, երբ ընտանիքում հայտարարում է, որ Արմոն ու Նարեն այլևս իրար հետ կապ չունեն և Արմոն այլևս չի գալու։ Բայց Արմոն իր ձեռքում ունի խաղաթուղթ, ձայնագրություն, որով ապացուցվում է, որ Սաքոն և Քաջիկը տարիներ առաջ սպանել են Հայկի հորը Աշոտին, դեռ Արմոյի ձեռքում է և շատ լավ նա օգտագործելու է այդ ամենը, և դա նշանակում է, որ նա դեռ կարող է կառավարել բոլորին ընդամենը մի կոճակի սեղմումով։ Միևնույն ժամանակ Սոնան, Հայկի քույրը, սկսում է անհանգստություն զգալ։ Նա նկատում է, որ վերջին օրերին ինչ-որ մեկը հետևում է իրեն։ Թվում է, թե դա պարզապես զառանցանք է, բայց ներքին զգացողությունը նրան չի խաբում։ Նա այդ մասին պատմում է Հայկին, ասելով, որ արդեն 2 օր է, թվում է, թե իրեն հետևում են։ Հայկը բնականաբար փորձելու է հանգստացնել քրոջը։ Սոնան նշում է ծննդյան տարեդարձը, բոլորն ուրախ են ու երջանիկ։ Մի պահ թվում է, թե ամեն ինչ խաղաղ է, թե կյանքը նորից սկսվում է, բայց հենց այդ պահին տեղի է ունենում մի բան, որը փոխելու է բոլորի կյանքը։ Չնայած թշնամությանը, Վռամը որոշում է գալ սիրելիի տուն ու շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը։ Նա գիտի, որ վտանգ է սպասվում, բայց չի կարող Սոնային չտեսնել։ Նա գալիս է Սոնային շնորհավորելու։ Սոնան ժպտում է, աչքերում արցունքներ են փայլում, բայց հենց այդ պահին դրսից լսվում է անսպասելի ձայն։ Ամեն ինչ կատարվում է մի քանի վայրկյանում։ Սոնայի հայրը սառում է տեսնելով, շարժում և գոռում է «Սոնա»։ Սոնան շփոթվում է և հենց այդ պահին Վռամն առանց վարանելու իրեն նետում է նրա առաջ։ Հաջորդ վայրկյանին հնչում է կրակոցը։ Ամեն ինչ, թվում է, այդ պահին կանգ է առնում։ Այժմ բոլորը նույն հարցն են տալիս. ով էր կրակողը։ Արդյոք դա Արմոն էր, ով փորձում էր բոլորին ցավ պատճառել, թե Վռամի անցյալից եկած ինչ-որ թշնամի, ով երկար ժամանակ հետևում էր Սոնային։ Բայց ոչ, հավանաբար սա Սոնայի հոր գործերի հետ էր կապված, քանի որ օրեր առաջ հեռուստադիտողներն ականատես եղան, թե ինչպես Սոնայի հայրը ինչ-որ մի ազդեցիկ մարդու ծեծում էր։ Սյուժեն թողնում է այդ հարցը բաց, ստեղծելով աննախադեպ ինտրիգ։ Հեռուստադիտողները սոցցանցերում գրում են, որ Վռամը պետք է չմահանա, եթե նա մահանա, սերիալը կկորցնի իր համն ու հոտը։ Սերիալում այս պահին իրադարձություններն էլ ավելի ինտրիգային են դառնում։ Հայկը հավանաբար պատրաստվելու է գտնել ու պատժել նրան, ով վիրավորել է իր ընտանիքին։ Սոնան հրաժարվելու է հավատալ, որ այդ ամենը իր հետ է կատարվում։ Իսկ Սաքոն, ինչպես է վարվելու Սաքոն Հայկի և նրա ընտանիքի հետ, եթե իմանա, որ իր որդին մահացու վիրավորվել է։ Իհարկե, դեռ հայտնի չէ, արդյոք Վռամը կմահանա, թե ոչ, բայց լինելով հեռուստասերիալի գլխավոր կերպարներից մեկը, հնարավոր չէ, որ սցենարիստը կերպարին նման ավարտ նախատեսի։ Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալը նոր փուլ է թևակողում, սերը վերածվում է պայքարի, հավատը վրեժի, իսկ ամեն ժպիտի հետևում թաքնված է մահացու վտանգ։ Հեռուստադիտողները սպասում են պատասխանների, բայց մի բան արդեն հստակ է. այս պատմությունը դեռ շատ բացահայտումներ ունի և ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք
նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Գրեք նաև ձեր կարծիքն այս տեսանյութի մեկնաբանություններ բաժնում, ինչ եք կարծում, Վռամը մահանալու է, թե ոչ, ինչպես է վարվելու Սաքոն Հայկի ու նրա ընտանիքի հետ, եթե իմանա, որ Վռամը եկել է ու պաշտպանել Սոնային իր թիկունքով։ Եվ արդյոք Սոնան ու Հայկն իրենց տրամադրվածությունը դեպի Վռամը փոխելու են, թե ոչ, քանի որ միայն Վռամի շնորհիվ է, որ Սոնան հիմա ողջ է և նրանց կողքին է։